Այսօր բացվում է Մյունխենի 62-րդ անվտանգության համաժողովը։ Մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից մոտ 50 պետության ղեկավարներ, ինչպես նաև 120 երկրից արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներ։ Մյունխենում է գտնվում նաև Վրաստանի արտաքին գործերի նախարարը։ Համաժողովի շրջանակներում ՄԱԿ-ը Բոճորիշվիլին կհանդիպի գործընկեր նախարարների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ եւ կմասնակցի վահանակային քննարկմանը։ Համաժողովին կմասնակցեն Ամերիկայի պետքարտուղարը, Մեծ Բրիտանիայի վարչապետը, Ֆրանսիայի նախագահը, Չինաստանի արտաքին գործերի նախարարը եւ Ուկրաինայի նախագահը։ Միջոցառումը կբացի Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, ով, ինչպես սպասվում է, կխոսի տրանսատլանտյան կապերի եւ Եվրամիության ամրապնդման անհրաժեշտության մասին։ Համաժողովի անվտանգությունը ապահովելու համար մոբիլիզացվել է մոտ 5000 ոստիկան, այդ թվում հարևան երկրներից։ Նախատեսվում է մի քանի բողոքի ցույցեր եւ հավաքներ։ Համաժողով մեկնարկելուց առաջ ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռոբիոն ասել է, որ ակնկալում է անկեղծություն եվրոպացի դաշնակիցների հետ քննարկումներում եւ նշել, որ հավանաբար կհանդիպի Ուկրաինայի նախագահի Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ Վարչապետը տեսաուղերձ է հրապարակում եւ նշում, որ միգրացիայի հարցը հատկապես մտահոգիչ է վրացական հասարակության համար։ Եվրոպայում տեղի ունեցող գործընթացների ֆոնին հանրության մտահոգությունն ու հետաքրքրությունները այս հարցի նկատմամբ անհիմն չեն, այլ ընդհակառակը ողջունելի։ Իրակլի Կոբախիձեի խոսքով յուրաքանչյուր հայրենասեր վրացու ցանկությունն է, որ Վրաստանը վճռականորեն պաշտպանի եւ պահպանի իր ազգային եւ կրոնական ինքնությունը։ Նա նաեւ ասել է, որ կառավարությունը հզորացնում է ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչությունը եւ մարտի 1-ից Վրաստանում օտարերկրացիների աշխատանքային գործունեությունը զգալիորեն սահմանափակվելու է։ Բրիտանական կառավարության հայտարարությունը, որ օտարերկրյա գործիչները այլևս չեն կարողանա օգտագործել իրենց գումարները ընտրությունների միջամտելու համար, Թբիլիսիում բացասական արձագանքի առարկա է դարձել։ Բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ ժողովրդի ներկայացություն օրինագիծը կապահովի ավելի մեծ թափանցիկություն եւ անվտանգություն քաղաքական նվիրատվությունների շուրջ միաժամանակ բոլոր ընտրություններում քվեարկելու իրավունքը տարածելով 16-17 տարեկանների վրա։ Նա նաեւ նշում է, որ լայնածավալ միջոցառումները կստեղծեն արդար, անվտանգ եւ ներառական ժողովրդավարություն։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը բացատրում է, որ այս միջոցառումները ամրապնդում են կառավարության զրոյական հանդուրժողականության մոտեցումը բրիտանական ժողովրդավարության մեջ արտաքին միջամտության նկատմամբ, քանի որ աճող միջազգային սպառնալիքները հրատապ են դարձնում գործողությունների անհրաժեշտությունը։ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Եվրամիության պատվիրակությանը տեղեկատվություն է տրամադրել Ռուսաստանի դեմ կիրառված սահմանափակվող միջոցառումների կատարման եւ պատժամիջոցների շրջանցման դեպքերը կանխելու ուղղությամբ ձեռնարկված ջանքերի վերաբերյալ։ Հանդիպումը տեղի ունեցել Պավել Հերչեսկու եւ արտաքին գործերի փոխնախարարի միջև։ Գյորգի Զուրաբիշվիլին Եվրամիության կողմին ներկայացրել է պետական մարմինների աշխատանքը Վրաստանի տարածքում բեռների եւ նավերի տեղաշարժի մոնիթորինգի եւ պատժամիջոցների տակ գտնվող օբյեկտների հայտնաբերման, ինչպես նաեւ այսպես կոչված ստվերային նավատորմի հետ կապված միջազգային գործունեության բացահայտման միջոցառումների վերաբերյալ։ Նշվել է, որ ամբողջ տեղեկատվությունը պարբերաբար տրամադրվում է զեկույցների տեսքով միջազգային գործընկերներին։ Վրաստանում Եվրամիության պատվիրակությունը նույնպես տարածում է տեղեկատվություն Պավել Հերչեսկու եւ արտաքին գործերի փոխնախարարի հանդիպման մասին։ Նշվում է, որ քննարկման նպատակն էր արտահայտել Եվրամիության լուրջ մտահոգությունները դրամաշնորհների մասին օրենքում եւ դրան առնչվող օրենսդրական ակտերում վերջերս ներկայացված փոփոխությունների փաթեթի վերաբերյալ։ Դեսպանի խոսքով հաստատման դեպքում փոփոխությունները կարող են ուղղակիորեն եւ բացասաբար ազդել Վրաստանում գործող դիվանագիտական առաքելությունների աշխատանքի վրա, ինչը հակասում է դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի դրույթներին եւ սկզբունքներին։ Վրացական կողմը նաեւ բարձրացրել է Եվրամիության պատժամիջոցների հարցը։ Եվրամիության դեսպանի խոսքով Ռուսաստանի դեմ փետրվարի 6-ին Եվրահանձնաժողովի կողմից առաջարկված 20-րդ պատժամիջոցների փաթեթը ներկայումս քննարկվում է Եվրամիության անդամ պետությունների կողմից։ Կողմերը համաձայնել են շարունակել կապը պահպանել իրադարձությունների զարգացման վերաբերյալ, ասվում է պատվիրակության հայտարարության մեջ։
Հելսինկյան հանձնաժողովի նիստը եւ հանձնաժողովի անդամների կողմից արված հայտարարությունները երկրորդ օրն է, ինչ քաղաքական գնահատականների քննարկման առանցքայինում են։ Ըստ խորհրդարանի նախագահի, սա բացահայտ խոստովանություն էր, որ փորձ է արվել միջամտել երկրի ներքին գործերին եւ Լորա Թորոնթոն ուղղակիորեն հայտարարել է, որ գոյություն ունեն Վրաստանի փող բերելու անօրինական սև սխեմաներ։ Ինչպես հիշում ենք, Լորա Թորոնթոն հայտարարել է, որ օտարերկրյա գործակալների մասին օրենքը դժվարացրել է շատ լրատվամիջոցների համար ֆինանսավորում ստանալը։ Նրա խոսքով դոնորները ստեղծագործական եղանակներ են գտել փակ հասարակություններում գտնվող կազմակերպություններուն ֆինանսավորում տրամադրելու համար եւ կամ Վրաստանում քաղաքացիական հասարակությանը եւ անկախ լրատվամիջոցներին աջակցելու եղանակներ։ Սպառողական գներ կարգավորման հարցի շուրջ աշխատանքները շարունակվում են խորհրդարանում։ Այսօր նախատեսված է եւս մեկ հանդիպում 2 ժամվա ընթացքում։ Օրենսդիր մարմնում սպասում են տեղական մրգեղենի, բանջարեղենի եւ հյութեղենի ընկերություններին։ Քննարկումը կվերաբերի շուկայի կառուցվածքին, գնագոյացման շուկային եւ գործունեության գործընթացների ոլորտին։ Հանձնաժողովը խորհրդարանում ստեղծվել է անցյալ շաբաթ։ Նախաձեռնություն է հայտնվել գների վերաբերյալ միջազգային ընկերություն հրավիրելու վերաբերյալ։ Այս փուլում քննարկումը միայն սննդամթերքի եւ առաջնային սպառման ապրանքների գների ուսումնասիրության մասին է։ Պետական համալսարանում ուսանողական քվոտները հաստատելու որոշմանը հաջորդել են քննադատական արձագանքներ։ Նրանց գնահատմամբ կրթության բարեփոխումը եւ դրա շրջանակներում կայացված որոշումները ավելի շատ խնդիրներ կստեղծեն երկրում կրթության որակի վրա։ Կրթության նախարարության մոտակայքում բողոքի ցույց։ Ներկա են Իլիայի պետական համալսարանի որոշ ուսանողներ եւ քաղաքացիական ակտիվիստներ։ Հավաքվածները բողոքում են մեկ շարք կրթական ծրագիր չեղարկելու եւ ուսանողների ընդունելության քվոտներ սահմանելու որոշման դեմ։ Մասնավորապես Իլիայի պետական համալսարան ընդունելությունը կհայտարարվի միայն մանկավարժական ծրագրի եւ որոշակի մասնագիտությունների համար։ Իլիայի պետական համալսարանի ուսանողական շարժումը բացատրում է, որ վրացական երազանքի որոշումը հակազգային է։ Ուսանողները հայտարարում են բողոքի ցույցի շարունակականության մասին։ Ցույցը տեղի է ունեցել նաեւ Գուշնայում։ Ակադեմիական խորհրդի ներկայացուցիչները նույնպես կառավարության կողմից ուսանողների ընդունելության քվոտների հաստատումը գնահատում են որպես անօրինական եւ նշում, որ իրենք կպաշտպանեն բարձրագույն ուսումնական հաստատությունը եւ օրինական եւ բողոքի ցույցերի միջոցով։ Վրաստանի ազգային բանկը միացել է կենտրոնական բանկերի փոքր ցանցին, որոնք թույլատրված են գործել չինական միջբանկային պարտատոմսերի շուկայում։ Այս տարվա փետրվարին Վրաստանի ազգային բանկի համար հաշիվներ են բացվել ինչպես Չինաստանի կենտրոնական բանկում, այնպես էլ Չինաստանի արժեթղթերի շուկայի դեպոզիտար ենթակառուցվածքներում։ Ըստ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի, Ուկրաինան պատրաստակամություն ունի անցկացնել ռուսական պատվիրակության հետ հանդիպում, սակայն Մոսկվայի կողմից արձագանք չի տեսնում։ Զելենսկին նշել է, որ ուկրաինական բանակցային թիմը մշտական կապի մեջ է ամերիկյան կողմի հետ։ Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը կկայանա փետրվարի 17-ին կամ 18-ին։ ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանիա Թրամփը արդեն երկրորդ անգամն է, ինչ աջակցում է ուկրաինացի եւ ռուս երեխաներին վերադարձնել իր ընտանիքներին։ Կարդում ենք Սպիտակ տան հայտարարության մեջ։ Մենք գնահատում ենք Ռուսաստանը եւ Ուկրաինան աշխատում ենք այս հակամարտության հանգամանքների պատճառով բռնի տեղահանված երեխաներին վերադարձնելու ուղղությամբ։ Մինչև բոլոր կողմերը համագործակցում են եւ մեր կապը մնում է սերտ, ես կոչ եմ անում Ռուսաստանի եւ Ուկրաինային ակտիվացնել իրենց ջանքերը բոլոր երեխաների անվտանգ վերադարձն ապահովելու համար իրենց ընտանիքներ, ասել է Մելանիա Թրամփը։ Սպիտակ տունը հայտարարության մեջ նշել է, որ ԱՄՆ-ի առաջին տիկինը եւ նրա դեսպանը շարունակում են քննարկումներ երկու երկրների հետ։ Իսրայելի վարչապետը Թրամփի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ
Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանը կարող է ստիպված լինել լավ գործարք կնքել։ Նեթանյահուն ասել է, որ Դոնալդ Թրամփը ասել է, որ կասկածամիտ է գործարքի նկատմամբ, բայց նշել է, որ ցանկացած համաձայնագիր պետք է ներառի Իրանի միջուկային ծրագրի կասեցումը եւ նրան բալիստիկ հրթիռների սահմանափակումը։ Դատապարտյալների մասնագիտական ուսուցման եւ վերապատրաստման կենտրոնը ամփոփել է 5 տարվա աշխատանքի արդյունքները։ Շեշտը դրվել է վերասոցիալականացման եւ վերականգնման խթանման գործընթացի վրա։ Կենտրոնի աշխատակիցներին շնորհվել է շնորհակալագրեր։ Կենտրոնի հիմնական գործառույթը դատապարտյալների մասնագիտական ուսուցման եւ վերապատրաստման խթանումն է, նրանց համար մասնագիտական դասընթացների եւ զբաղվածության ծրագրի առաջարկն ու իրականացումը։ Նախկին պաշտպանության նախարար Ջուանշիր Բորճոլաձեի դատավարությունը ուսումնասիրվել է մեղադրանքի կողմի ապացույցներ։ Դատախազությունը պետք է հարցաքննի 9 վկաների, նրանց թվում են փորձագետներ, ինչպես նաև պաշտպանության նախարարի օգնականը։ Դատավարության սկզբից մեղադրանքի կողմի միջնորդության քննարկմամբ, որտեղ դատախազությունը խնդրել էր գործին որպես ապացույց գցել փաստաթղթերը, որոնց համաձայն դատարանի համապատասխան որոշման եւ վերաքննիչ բողոքի հիման վրա Իսպանիայի թագավորությունը բռնագրավել է Ջուանշիր Բորճոլաձեի կնոջ Նինո Մխեիձեի անունով Իսպանիայում գրանցված անշարժ գույքը։ Բաթումիում ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի խոշոր չափի թմրամիջոցների ապօրինի ձեռքբերմամբ, ապաման եւ վաճառքին նպաստելու մեղադրանքով։ Մեղադրյալների տների խուզարկության արդյունքում որպես ապացույց առևանգել են ալֆա-ՊՎՊ թմրամիջոցը եւ չորացված մարիխուանա։ Ոստիկանության գործունեությունը իրականացրել են ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության վարչության Աջարիայի գլխավոր բաժնի աշխատակիցները։